Ողջույն հարգելի հետևորդներ, պարսը դուրս եկավ, չգիտենք որտեղից է դուրս եկել, բայց ինքը ուզում է փեթակ մտնի։ Հսկայական պարս է։ Արման ջան, ես քո պավիլյոնն է ուզում մտնի պարսը։ Ոնց հասկանում եմ տեղը արեստ է ինքը։ Այստեղ է եկի ուզում մտնի։ Պարսը տեղը արե տեսեք ինքը, պավիլյոնի մեջ, ավտոմատ երևի գա մտնի ստեղ, սենց բան հազվադեպ ա լինում։ Հատարկ փեթակ կար, այսենց վիճակ է։ Ես էլ ասում ստեղ ինչ են ելում ու տանում, մի անգամից մոմաթերթերն էլ ա շարած։ Ես էլ պարսը, ավտոմատ պարս, այսինքն ինքը գալիս է իրա ոտով մտնում է փեթակը, հայք, հարգելի հայրենակիցներ, թե պարսը ոնց է առանց մեղվապահի միջամտության լցվում փեթակը, այն է փեթակը, դատարկ փեթակ էր։ Կարելի արկանոցն էլ բացել։ Արկանոցը փակ է։ Մեր ընկերներ դաշտում չի։ Հիմա կզանգենք աշկալուսանք կտանք, կասենք պարսը պարսը իրա ոտով եկա մտավ փեթակը։ Վա, որ փեթակից դուրս եկավ, երբ եկավ, չիմացանք։ Հայ տեսեք, ոնց է լցվում փեթակը։ Մոմաթերթերը շարել էր մեր ընկերը որպես պահեստ, Մեղուն էլ ասեց ինչի ես պահեստ օգտագործում ինձ, ես կգամ, կմտնեմ ներս, Լճաշենի սարերում ենք, հուլիսի 25-ն է այսօր, Դեղին մեղուներ են պարս տվողները, պետք է գտնենք, ումը կլնի սա, ես դեղին մեղու չունեմ, ով ունի դեղին մեղու, Հեսա տեսանյութը կգցեմ Facebook հարգելի հայրենակիցներ, մեկ էլ YouTube Մեր ընկերն էլ կնայի կգա դաշտ, անակնկալի կգա